Բայց ես թվում է հանրապետական կուսակցությունը նես չէր կարա, հա, այտենց 4%-ը հաղթահարեր, որ չմտավ այս ընտրական պայքարի մեջ եւ ըստ էության չդարձավ այս ռեժիմի իշխանությունը լեգիտիմացնողներից մեկը, բա որ նաև մենք բոլոր հարթակներից ասում էինք ճիշտ հաշվարկեք, լավ հաշվարկեք, Նիկոլի համար սա կյանքի հարց է եւ Նիկոլը ամեն ինչ անելու է իշխանության իր վերարտադրությունը ապահովելու համար, երբ որ հստակ ասում էինք աշխարհակաղակական կոնկրետ կենտրոնը ամեն ինչ դնելու է զոհասեղանին Նիկոլի վերարտադրությունը ապահովելու համար, որոշ ընդդիմադիր ուժեր գրեթե վստահ որ իրենք գնալու են եւ հաղթելու են, ուստի եւ պլան B այդ քաղաքական ուժերը չունեին։ Հիմա փաստորեն ստացվում է, որ վերցնելով падգամավորական մանդատները, վստահաբար չուզենալով, վստահաբար այդ միտումը չունենալով, բայց այդ քաղաքական ուժերը լեգիտիմացնում են բոլոր են կտրակեղծիքները, որ այս իրենց ասելով տոտալ կեղծված ոչ լեգիտիմ, որը արել է այս իշխանությունը հունիսի 7-ի կիրակի օրը առավոտը ժամը 8-ից մինչև 20-ը եւ դրան նախորդած նախընտրական ու քարոզչական ողջ process-ում